Դուք դիտում եք հրապարակումը, բարև ձեզ։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Մեկ ամսում 100 հազարավոր բուժայցեր Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Երբ փորձերն անցնում են գրքից լաբորատորիա, փոխվում է նաև հետաքրքրությունը գիտության հանդեպ։ Փարաքարի նորակառույց դպրոցում նոր հնարավորություններ են ստեղծվել։ Հանրապետության 800 դպրոցում կան ժամանակակից լաբորատորիաներ, արդյոք ուսուցիչները վերապատրաստվում են հարցազրույց տաղավարում։ Աճի արագ տեմպերից մինչև արտահանման շուկաների կորուստներ Ալեքս Տեքստիլը կառավարության աջակցությամբ փորձում է հաղթահարել առաջացած մարտահրավերները։ Առողջապահական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի ու կանխատեսելի դարձնելու համար արդեն մեկ ամիս է Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այս ընթացքում գրանցվել է ավելի քան 370 հազար ամբուլատոր այց, հիվանդանոցային այցերը մոտ 30 հազար են, ապահովագրության շրջանակում գրանցվել եւ սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ։ Առողջապահական ծառայությունների մատուցման ֆինանսավորման այս մոդելը յուրօրինակ գործակցություն է պետության, գործատուի եւ քաղաքացու միջև բուժօգնության ժամանակ անձնական ծախսերի բեռից ազատելու համար։ Շնորհակալություն, լավ ամեն ինչ։ Հմայակ Մարտիրոսյան նորեր առաջ է վիրահատվել Նոր Քմարաշ բժշկական կենտրոնում։ Սրտի խնդիրները նոր չեն սկսվել, պարզապես չի պատկերացրել, որ խնդիրն այդքան լուրջ է։ 74-ամյա Հմայակին մարզավիճակն է օգնել ոտքի վերամնալ։ Ամբողջ կյանքը սպորտի մեջ անցել, ջրագնդակի մասնագետ։ Սպորտսմեն, հետո մարզիչ, հիմա էլ շարունակում է աշխատել, միշտ ակտիվ կյանքով է ապրել։ Երբևէ չի մտածել, որ սրտի խնդիրները մի օր վիրահատարան կհասցնեն։ Հունվարի վերջին շտապօգնության ծառայությունն է հիվանդանոց բերել։ Մի քանի օր նախապատրաստական գործողություններից հետո արդեն ամսի 30-ին հիվանդը ենթարկվել է բաց սրտի վիրահատության, իրականացվել է 4 ամոնտի շունտավորման, այսպես ասած, շրջանցման վիրահատություն, ռեանիմացիոն բարեացող շրջանով, որից հետո հիվանդը արդեն հետվիրահատական պալատում է եւ կարծում ենք, որ ամեն ինչ տրամաբանության մեջ է, խնդիրներ չկան եւ կարծում ենք, որ շուտով հիվանդը արդեն պատրաստ կլինի տուն գնալու։ Բան չմնաց։ Ուժեղ կամքի տեր մարդ է, ոչ միայն լավատես, այլև իրատես։ Սրտի վիրահատությունը թանկ արժե, բայց տարեսկզբից առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ եւ հիվանդի հարազատները եւ մասնագետները կարողացել են առանց ֆինանսի մասին մտահոգվելու խնդրին արագ լուծում տալ։ Դա շատ մեծ օգնություն է։ Մեծ օգնություն է։ Ճիշտ է, մարդիկ ոնց լինի ելքը կգտնեն, բայց ինչի միջով կանցնեն, դա Աստված գիտի։ Կան հիվանդներ, ովքեր դիմում են այս շրջանում, երբ որ հետադարձ նայում ենք հիվանդի բուժարոյի հիվանդության պատմությանը, ակնհայտ է, որ ավելի շուտ կարող դիմել, հավանաբար ֆինանսական որոշ պատճառներով խնդիրներ ունեցել եւ հիմա է դիմում, եւ նման պացիենտների թիվը, բուժարոների թիվը քիչ չեն։ Համընդհանուր ապահովագրությունը հնարավորություն է տալիս ոչ միայն բժշկի դիմել մինչև դանակը ոսկորին հասնելը եւ բացարձակ չմտածել, որքան արժե բուժումը կամ վիրահատությունը, այլև ընտրել այն մասնագետին, որին ավելի են վստահում։ Ապահովագրությունից օգտվելու համար նախ պետք է դիմել պոլիկլինիկայի բժշկին, ստանալ ուղեգիր, հետո գնալ նախընտրած բժշկական հաստատությունը։ Սրտաբան վիրաբույժը բուժառուների այսպիսի ակտիվություն չի հիշում։ Անշուշտ նման փոփոխությունը համակարգում բավականին լուրջ դրական էֆեկտ պետք է ունենա եւ սա մեծ առաջընթաց քայլ է մեր բժշկական համակարգի համար։ Մեկը հնարավորություն ունի, մեկը չունի, մեկը մի քիչ ավելի շատ կամ պակաս, դա բավականին թանկ արդյունք է։ Մոտ 2.5 միլիոն դրամ է Հմայակ Մարտիրոսյանի վիրահատության արժեքը, հետազոտություններից մինչև վիրահատություն ապահովագրությունն է հոգացել։ Թանկարժեք են նաև ակնաբուժական ծառայությունները։ Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ ֆինանսական խնդիրների պատճառով չեն դիմել բժշկի, անգամ տեսողությունը աստիճանաբար կորցնելու եզրին։ Կոնկրետ եթե խոսենք տարիքային կատարակտայից, դիմում են մարդիկ, որոնք արդեն տարիներ շարունակ չեն տեսել, քանի որ բավական թանկարժեք բուժական միջամտություններ են, իրենց թույլ չեն տվել անել։ Հիմա բավական թեթև են մեզ դիմում, որովհետև ծախսերը իրենք չեն հոգում, որոշումը կայացնում են ինչ-որ մի գործողության օգտին, վիրահատության օգտին, բուժման օգտին, ոչ թե հակառակը, քան նախկինում էր, գնանք, մտածենք, փող հավաքենք։ Ապահովագրությունը ամեն դեպքում շատ լավ էր, որտեղ ոչ մի բանի համար ոչ մի լումա չեմ վճարել։ Նարա Հովհաննիսյանի աչքը 3 տարի առաջ է վնասվել, թեթև բուժօգնության է դիմել։ Մի քանի ամիս առաջ խնդիրը սկսել է լրջորեն անհանգստացնել, բայց բժշկի է դիմել միայն այս տարվա հունվարից։ Մի կողմից վախն է հետ պահել, մյուս կողմից ֆինանսական հարցերը։ Մի քիչ բարդ էր, իմը սովորական ոսպնյակի փոխում չէր, կալցիոպտի տեղադրեին նոր ոսպնյակը մեջ է, այսինքն ահագին վնասված էր էլի։
մի քիչ ավելի երկար տևեց սովորական ոսպնյակից։ Սոց ցանցերում կարդում եմ, որ ասում են միտեղ գումար են ուզել, միտեղ ակնարկել են, ես նմանատիպ ոչ մի խոսակցություն ստեղ չեմ լսել։ Իմ միակ ծախսերն է, որ տրանսպորտով եկել եմ Երևան։ Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղից է մայրաքաղաք հասել, բարեհաջող վիրահատվել է, տուն է գնում։ Հունվար ամսից նկատվում է հիվանդների քանակի ավելացում, մոտավորապես 1.5 անգամ։ Շատ են արդեն եւ շատացել են դիմողները մարզերից։ Դա առավելություն է տալիս պացիենտներին, քանի որ վիրահատության համար արդեն վճարում է ապահովագրությունը, ընտրել եւ կլինիկան, եւ բժշկին, եւ հաճախ գումարը չբավականացնելու դեպքում չեն փնտրում ավելի մատչելի տարբերակ վիրահատվելու։ Տարեսկզբից պոլիկլինիկա է դիմել ավելի քան 370 հազար քաղաքացի, ուղղորդվել ըստ կարիքի։ Ընդհանուր 426 հազարից ավելի մարդ է օգտվել առողջության համընդհանուր ապահովագրությունից։ Կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, նաև համակարգչային գրագիտություն։ Առարկաներն այլևս նաև դասագրքերից դուրս են իրական փորձերով ու ժամանակակից սարքավորումներով։ Փարաքարի միջնակարգ դպրոցում 1 տարի է ինչ գործում են նորաստեղծ լաբորատորիաներ, որոնք աստիճանաբար փոխում են երեխաների վերաբերմունքը բնագիտական առարկաների նկատմամբ, բայց նոր հնարավորություններին զուգահեռ կան նաև մարտահրավերներ սարքավորումների լիարժեք օգտագործման, ուսուցիչների ու լաբորանտների վերապատրաստման։ Որ ուսումնառության վերջին տարիներին Քնարիկն ու Նարեկը բժշկությամբ կհետաքրքրվեին, կպատրաստվեին ընդունելության, ոչ իրենք էին ենթադրում, ոչ տանեցիները եւ ոչ էլ ուսուցիչները։ Հիմա կենսաբանությունն ընտրել են որպես նպատակային ուսուցման առարկա։ Նախկինում ճիշտ ասած մենք այդքան էլ լավ չենք սովորել, ես որ ինքս լավ չեմ սովորել կենսաբանություն, բայց հիմա շատ ոնց ասեմ, լավ յուրացնում եմ, դուր է գալիս արդեն առարկան։ Առարկան սկսեցին սիրել, երբ հնարավորություն եղավ դասագրքերում կարդացածը գործնականում կիրառել։ Փարաքարի նորակառույց դպրոցում 1 տարի է, որ կան ձևավորված ժամանակակից լաբորատորիաներ։ Ավելի հագեցած է լինում, երեխաներին ավելի հասկանալի է լինում ամեն ինչ որ մենք բացատրում ենք, ինչ տեսական ասենք, ինչ իրենք փորձնական տեսնեն։ Դպրոցում միայն ֆիզիկա առարկայի համար 150-ից ավելի սարք-սարքավորումներ են ստացել 2 միլիոն դրամը գերազանցող բյուջեով։ Դրանց մի մասը ոնց ստացել, այնպես էլ մնացել են դարակներում, օգտագործելու ձևը դեռ չգիտեն։ Ունենք գրավիտացիոն լաբորատորիա, որը ինքը բավականին մեծ սարքավորում է եւ պետք է գնանք վերապատրաստում, որպեսզի դրա կիրառելու ձևը մենք իմանանք։ Գիտեն, նախարարությունը սկսել է բնագիտական առարկաներ դասավանդողների ու լաբորանտների վերապատրաստման ծրագիրը։ Փարաքարի միջնակարգ դպրոցում սպասում են իրենց հերթին։ Ես ավարտել եմ 2000 թվականին, իսկ 25-20 արդեն 6 տարին շատ բավական մեծ ժամանակամիջոց է, ինչ որ նոր սարքավորումներ, նոր կան բաներ, որ նույնիսկ տեղյակ չենք ինչից է, ոնց է։ Դպրոցը հիմա 740 աշակերտ ունի, բնագիտական առարկաներով հետաքրքրվողները, խորությամբ ուսումնասիրողները սակայն դեռ քիչ են։ Այն որ 8 տարի հետո մենք ընտիր արդյունք ունենք, երբ որ այս երկրորդները, այս չորրորդները ավարտեն 12-ը, արդեն ՀՊՉ-ի ամբողջ այդ վերջին արդյունքը մենք կզգանք։ Դպրոցի տնօրենն այս չորրորդցիներին նկատի ունի, որոնք դասերը նախկինի պես ոչ թե միայն գրքերով են անում, այլև տեսականն ամրապնդում են գործնական պարապմունքներով։ Դե կարողանում եմ աղյուսակ կազմել։ Սա ինչ էր, ինչ ծրագիր էր։ Excel։ Համակարգչի առաջ առաջին անգամ համալսարանում դիագրամներ գծածից 9-10 տարեկանները տպավորել կարողացան։ Ավելի լուրջ ձեռքբերումներով դպրոցում խոստանում են զարմացնել 1 տարուց, երբ ուսուցիչները նախատեսված վերապատրաստման ծրագրերը կանցնեն ու կկարողանան սովորեցնել օրինակ նաև 3D տպիչներից օգտվելու ձևերը։ Վերջին տարիներին Հայաստանի շատ դպրոցներում փոխվել են կրթական միջավայրերը, դպրոցների կառուցման, նորոգման ծրագրերին զուգահեռ ստեղծվում են նաև լաբորատորիաներ, որքանով են դրանք արդյունավետ գործում, խոսելու ենք տաղավարում, այստեղ է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետը։ Տիկին Սարգսյան, ըստ էության այս պայդրությամբ Հայաստանի քանի դպրոցում կան ձևավորված ժամանակակից կրթական պայմաններին համապատասխանող լաբորատորիաներ։ Մենք ունենք 802 դպրոց, որոնք ամբողջությամբ հագեցված են ժամանակակից բնագիտական եւ ճարտարագիտական ՏՀՏ լաբորատորիաներով։ Սա կարծում եմ այն առանցքային ծրագրերից մեկն է, որ կրթական միջավայրի բարելավմանը զուգահեռ նպաստում է, որ այդ միջավայրում նաեւ կրթական բովանդակությունը այն ձևով տեղի ունենա, ինչպես որ մենք ակնկալում ենք, եւ սա շարունակական գործընթաց է։ Մենք
այս տարի ակնկալում ենք, որ մնացած բոլոր դպրոցներում, մնացած ասելով նկատի ունենք Երևանի դպրոցները, որ նախատեսված է 2026 թվականին եւ բոլոր այն դպրոցները, որոնք լաբորատորիաներով հագեցման ընթացքում գտնվում էին շինարարության, կառուցման փուլերում եւ նպատակահարմար չէր, այդ ժամանակահատվածում լաբորատորիաներ տրամադրել, որպեսզի դրանք պահպանելու եւ օգտագործելու խնդիրներ չառաջանային, մինչեւ 2026 թվականի ավարտը մենք բոլոր դպրոցներում, որտեղ նախատեսված է, ամբողջական հագեցված վիճակ կունենանք։ Իսկ կան ուսումնասիրություններ, թե արդեն տրամադրված լաբորատորիաները ընդհանուր կրթական միջավայրի ինչպես են փոխել եւ ուսուցիչները որքանով են կարողանում օգտվել դրանցից, որովհետեւ մի բան է ունենալ սարքավորում, մի բան է այն թողնել դարակներում գուցե։ Իրականում առաջին տարիներին մենք ունեինք այդ խնդիրը, առաջին տարիներին, երբ ասում եմ, նկատի ունեմ, երբ 2021 թվականից սկսած Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշիչի պիլոտը սկսվեց եւ 21-22 թվականին Տավուշի դպրոցները հագեցվեցին լաբորատորիաներով, այդ վախը կար ուսուցիչների մոտ, որովհետեւ երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ուսուցիչներ կան, որ մտել են դպրոց, աշխատում են օրինակ 20 կամ ավելի տարի, բայց երբևէ լաբորատորիայում որևէ աշխատանք անելու հնարավորություն չեն ունեցել։ Նույնիսկ եղել են շատ հազվադեպ, բայց դեպքեր, երբ մենք այցերի ընթացքում հասկացել ենք, որ գույքը չի հավաքվել, չի օգտագործվել, բայց չափազանց ուշադիր ենք այս հարցերի նկատմամբ։ Հիմա եւ ունենք վստահություն, որ ամբողջ գույքը, որ տրամադրվում է, օգտագործվում է եւ նաեւ որոշակի աշխատանքներ դրան նպաստող իրականացվում են։ Խոսքը նրա մասին է, որ ստեղծվել են ուսուցիչների համար ուղեցույց ձեռնարկներ, որոնք եւ վերաբերում են սարքավորումների օգտագործմանը եւ լաբորատոր փորձերի իրականացմանը, նաեւ ստեղծվել են տեսանյութեր 101 տեսանյութ, որոնցից 100-ը վերաբերում են 5 առարկաներից աշխարհագրություն, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա եւ թվային գրագիտություն, համակարգչային գիտություն։ Տարբեր փորձերի կամ լաբորատոր աշխատանքների, գործնական աշխատանքների իրականացմանը եւ մեկ տեսանյութ էլ, որը վերաբերում է բնագիտական առարկաներ դասավանդելիս գենդեր զգայուն եւ գենդեր արձագանքող մոտեցումներին, այս նյութերը եւս հասանելի տեղադրված են պաշարների շտեմարանում եւ գիտենք, որ ուսուցիչները բարբերաբար դրանք օգտագործում են։ Իսկ դպրոցների ուսուցիչների, լաբորանտների վերապատրաստման ծրագրեր արդյոք իրականացվում են։ Այո, դա կարծես զուգահեռ լաբորատորիաներով հագեցմանը զուգահեռ տեղի ունեցող գործընթաց է, այն դպրոցները, որոնց լաբորատորիաները հագեցվում են, այդ դպրոցի համապատասխան առարկաներ դասավանդող ուսուցիչները վերապատրաստումներ են անցնում նույն նշածս երկու ուղղություններով սարքավորումների հետ աշխատանք եւ փորձերը իրականացնելու հետ կապված վերապատրաստումներ, այս պահի դրությամբ 2200 ուսուցիչ շուրջ արդեն վերապատրաստված է։ Իսկ ինչպես է իրականացվում այդ գործընթացը, արդյոք ուսուցիչներն են դիմում մասնակցելու համար, թե դա պարտադիր է բոլորի համար։ Ըստ մարզերի եւ ըստ տարածաշրջանների են իրականացվում վերապատրաստումները, դրանք պարտադիր են բոլոր այն ուսուցիչների համար, որոնք նշված բնագիտական առարկաներից որևէ մեկը դասավանդում են, բնականաբար դպրոցներում երբեմն շարժ տեղի ունենում, այսինքն նոր ուսուցիչներն աշխատանքի ընդունվում, նրանք նույնպես փորձում ենք, եթե այդ տարածաշրջանում ավարտվել է վերապատրաստումը, ուրիշ խմբում ներառել։ 2026-ին նախատեսվում է, որ Տավուշում նորի եւս մեկ անգամ Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզում եւ Երևանում կիրականացվեն վերապատրաստումները, որպեսզի մենք այսպես կոչված այդ մեծ ծավալը ծածկենք եւ հետո ընթացիկ գուցե փոփոխությունների կամ նոր ուսուցիչների համար վերապատրաստումներ նորից կազմակերպենք։ Տիկին Սարգսյան, նշեցիք մոտավորապես 800 լաբորատորիաների մասին, 800 դպրոցների մասին։ Մնացյալում փաստորեն չկան այդ լաբորատորիաները եւ արդյոք չեն ստեղծվում այսպես կրթական անհավասար պայմաններ երեխաների համար, օրինակ քննական process-ներին մասնակցելու։ Ընթացիկ ուսումնառության հետ կապված բնականաբար այդ անհավասարությունը տեղի է ունենում, որովհետև ստացվում է, որ որոշ երեխաներ իրենց սովորածի վերաբերյալ գործնական աշխատանքներ, փորձեր անելու հնարավորություն ունեն, իրավիճակը հաշվի առնելով քննական գործընթացում որոշ կարգավորումներ նախատեսել ենք, որպեսզի քննություն հանձնելիս երեխաները հավասար պայմաններում լինեն։ Մասնավորապես այս տարի 9-րդ դասարանցիները
բնագիտական առարկաներից քննություն հանձնելու ընտրության հնարավորություն ունեն, այսինքն իրենք կարող են կամ նախկինի նման թեստային աշխատանքով իրենց քննությունը հանձնել, կամ բնագիտական առարկաներից նախագիծ իրականացնել, եւ քանի որ թեստային աշխատանքը ենթադրում է, որ առաջադրանքների շուրջ 30%-ը գործնական է լինելու եւ կապված է լինելու լաբորատոր փորձերի հետ, այն դպրոցները, որոնք կահավորված լաբորատորիաներ չունեն, այդ երեխաները նախագծային աշխատանքի միջոցով կհանձնեն։ Քննությունը սա նաև նշանակում է, որ իրենք այդ նախագծի իրականացման ավելի երկար ժամանակահատվածում կարող են գործընկեր դպրոցներում իրենց փորձերի որոշակի մասը իրականացնել եւ այդ հնարավորությունից օգտվել։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Տեղական շուկայում որակով ու գնով մրցունակ գրավող Alex Textile-ի զարգացման ուղենիշը կայուն արտահանումներ։ Գուլպաների արտադրությունից սկսած առաջարկը նաև հագուստի արտադրությամբ ընդլայնած ընկերության կանխատեսումները վերջին տարիներին սակայն չարդարացան։ Արտաքին շուկաներում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով առաջացած ֆորս մաժորները հաղթահարելու, մարտահրավերներին դիմակայելու համար ընկերությունը ներդրումային նոր ծրագրով դիմել է կառավարություն ու ստացել աջակցություն։ Որակով գնով տեղական շուկայում դոմինանտ դիրքում հայտնվել ներմուծվող տեսականու կողքին հայրենական արտադրանքը որպես լավագույն այլընտրանք առաջարկել Alex Textile-ը մոտ 10 տարի առաջ ներկայացնելով գուլպաների իր մեծ տեսականին շատ արագ սպառողի վստահությունը շահեց, մեծ պահանջարկ ձևավորեց։ Մենք շեշտը հիմնական դրել ենք որակի վրա, արտադրում ենք մաքուր բամբակով, հիմնական հումքն էլ ձեռք ենք բերում Ուզբեկստանից։ Տեքստիլ ոլորտում առաջին նախաձեռնության հաջող ստարտից հետո նոր ներդրումներ արեցին 2016-ից արդեն նաև տրիկոտար սկսեցին արտադրել ներքնաշոր հագուստ զարգացման հեռանկարում որպես ուղենիշ ունենալով կայուն արտահանումը։ Ցեսկի Միր մանկական աշխարհ ընկերության հետ ու մեծ ծավալներով իրանց պատվերները սկսեցինք արտադրել։ Ռուսաստանի արտադրողներից ավելի մրցունակ ենք տալիս ու ավելի որակով։ Մի քանի տասնյակ աշխատողով մեկնարկած գործը տարեց տարի ընդլայնվեց, արտադրության ծավալները կտրուկ ավելացան, զարգացման պիկին ընկերությունը հասավ 2021-ին, երբ տարին ամփոփելիս իրացումից հասույթը 61 միլիարդ դրամ էր արդեն։ Աշխատակիցների թիվն էլ 1000-ից շատ։ Նպատակում դինամիկան պահել ու տարեցտարի ցուցանիշների աճ ապահովել 2023-ին ներդրումային նոր փաթեթ կազմեցին, որպես գերակա ոլորտում գործող ընկերություն դիմեցին կառավարություն երրորդ երկրներից ներմուծվող խումքը առանց մաքսատուրքի բերելու համար։ Քառամյա ծրագրով նախատեսել էին 3 միլիարդ դրամի ապրանքներ կրել, մաքսատուրքից ազատման արտոնությունը 172 միլիոն դրամ էր գնահատվում։ Մինչև 2027 նախատեսել էին ստեղծել 207 նոր աշխատատեղ, կանխատեսումները սակայն չիրականացան։ Ռուս-ուկրաինական պատերազմը մեր վրա շատ մեծ ազդեցություն թողեց եւ պատվերները քիչացան, ռուբլու կուրսի անկումը տեղի ունեցավ։ Մեր ամենամեծ շուկայում պատվերները գործեցինք։ Մանկական աշխարհի հետ ամբողջությամբ պատվերները զրոյացան։ Արտահանման շուկայում շահեկան դիրքի կորուստը ուղղակիորեն կասեցրեց զարգացման ընթացքը, արտադրամասերում կարի մեքենաների ձայնը նվազեց, աշխատողների թիվը պակասեց։ Այս պահին 3.3 միլիարդից ներենք մուծել 528 միլիոնի չափ, որի մաքսատուրքը կազմում է մոտավորապես 28 միլիոն դրամ։ Ռուսական շուկայում պատվերները կորցնելով ընկերությունը նոր հասցեներում նոր գործընկերների հետ է բանակցում։ Արդեն ունեն պատվերներ Գերմանիայից հատուկ նշանակության հագուստի, իսպանական հայտնի մի քանի ապրանքանիշներից են պատվերների սպասում։ Արտադրության մեջ այլ հումքերի կարիք էլ ունեին եւ 2025-ին կրկին աջակցության համար դիմեցին գործադիրին, նորից մաքսատուրքի արտոնություն ստացան։ Արդեն 1 տարի ժամկետով 1.3 միլիարդ դրամի հումք ներմուծելու համար։ Մաքսատուրքի արտոնությունը 109 միլիոն դրամ կկազմի։ 25 թվականի արտոնության դեպքում մենք ավելի համեստ թիվ ենք ներկայացել, որ ավելի իրատեսականը այս պարագայում 50 նոր աշխատատեղ մինչև 26 թվականի ավարտը։ 2025-ը Alex Textile-ը ամփոփել է 3 միլիարդ դրամ իրացման հասույթով, 2026-ին պլանավորում են 200 միլիոն դրամով նախորդ տարվա արդյունքը գերազանցել եւ վերջին տարիների անկումային ցուցանիշները քիչ-քիչ բարելավել։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։